Ընկերներ ողջույն, ընդհատակից դրույթները շարունակվում են։ Միանգամից ուզում եմ շեշտադրել, որ ես դեմ եմ բռնությանը, բռնության ցանկացած դրսևորմանը, դեմ եմ նաև հայհոյանքին, հատկապես քաղաքականության մեջ, որպես հաղորդակցության միջոց, այս դրսևորումները ինձ համար միանշանակ մերժելի են։ Ով ուզում է դրանց հետևում կանգնած լինի իշխանությունը, ընդդիմությունը, իմ ընկերները, իմ գաղափարակիցները։ Բռնություն եւ հայհոյանք չպետք է լինի, բայց նաև չի ընդհանրում, որ ես կողմ չեմ սուր քաղաքական պայքարին, սուր քաղաքական պայքար իհարկե պետք է լինի։ Հիմա ինչի մասին եմ ուզում խոսել։ Երկու եղբայրների մասին, դպրոցականների, որոնք ավագ դպրոցի աշակերտներ են, գիտենք, որ Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցու միջադեպ եղավ, Նիկոլ Փաշինյանը ուշացած գնաց եկեղեցի, հենց նրա վարքը, նրա ներկայությունը, նրա այնտեղ լինելը, կեցվածքը, տենց մարդկանց քաշ քշելով ներս մտնելը սադրանքերի եւ դա հանգեցրեց միջադեպի։ Այդ եղբայրներից մեկը չանչ գցեց, հա, ձեռքը բարձրացրեց, իհարկե չկպավ Նիկոլ Փաշինյանին, սա դատապարտելի միջադեպ է, չի կարելի այդպիսի բաներ անել, ով ուզում է լինի իշխանության, բռնություն կիրառել, հարվածել չի կարելի, բայց այնուամենայնիվ սա այն միջադեպերից մեկն է, որ կարիք ունի մանրամասն վերլուծության։ Ես Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակաշրջանի այս գործունեությունը հաշվի առնելով հիշեցի Առավոտ թերթի մի հոդված, որտեղ վերնագիրը այսպես էր, Ռոբերտ Քոչարյանը գնացել է այս ինչ տեղը, ոնց որ ֆիլհարմոնիկ կամ կամերային նվագախումբ, զոհեր չկան, միջակետ զոհեր չկան։ Այս հոդվածը գրել էր իհարկե այդ ժամանակաշրջանի ոգով, դրան նախորդել էր Պողոս Պողոսյանի սպանությունը Արագաստ ռեստորանում կամ սրճարանում։ Եվ հիմա նույնը կարող ենք ասել Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանը գնացել է այսինչ տեղը, զոհեր չկան, ձերբակալվածներ չկան, խեղված ճակատագրեր չկան, կամ միգուցե կան, որտեղ մենք տեսնում ենք, որ անընդհատ ինչ-որ միջադեպեր են լինում եւ անընդհատ ինչ-որ տուժածներ են լինում։ Հիշենք էլի անցած հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանը մետրոյում հարձակվեց արցախցի կնոջ եւ երեխայի վրա, երեխային ենթարկելով հոգեբանական բռնության, նաեւ երեխայի մորը, նաեւ ամբողջ ազգին։ Այս վերջին Կիրակին Նիկոլ Փաշինյանը գնաց եկեղեցի, սադրեց եւ հիմա երկու դպրոցական երկվորյա եղբայրների ճակատագրին է խեղվում ավագ դպրոցի աշակերտները ինչու պետքա ձերբակալվեն։ Լավ, գանք բուն թեմային, նախ սկսենք այդ ԿՊԱ-ականների կեղծ պետականամետ պաթոսից, որոնք ասում են ինչպես կարող եք արդարացնել։ Չէ որ դա հարձակվում է պետության դեմ, այսինքն զգում եք, չէ, Նիկոլ Փաշինյանը ոնց է իր անձը նույնացրել պետության գաղափարի, ասում չէ որ դա հարձակվում է պետության դեմ, ու իրանց մոտ մի ուրիշ հիվանդություն էլ կա, անդադ ուզում են իրենք նույնացնեն հոկտեմբերի 27-ի զոհերի հետ, իբրև թե չհաստատ, հոկտեմբերի 27-ը ուղղված էր Հայաստանի Հանրապետության դեմ, եւ այդ մարդիկ ազգային ժողովում նահատակվեցին, եւ իրենք հիմա ուզում են իրենց ներկայացնել որպես նահատակվածների Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սահակյանի գործի շարունակող, եւ իբրև թե հոկտեմբերի 27-ը անդադ ուզում է կրկնվել, իրանց են ուզում այդպես սպանել, ինչպես Վազգեն Սահակյանին եւ Կարեն Դեմիրճյանին, բայց իրանք անդադ դա կանխում են։ Անդադ կանխում են հոկտեմբերի 27-ը եւ փրկում են դրանով պետությունը։ Հոկտեմբերի 27-ին չհաջողվեց պետությունը փրկել, բայց իրանք անդադ փրկում են։ Հիշենք նաեւ որ Բագրատ Սրբազանի կեղծ դատավարության վերաբերյալ էր այս հռետորաբանությունը հնչում։ Նրանք ուզում են կրկնել հոկտեմբերի 27-ը ու ինձ նույնացնելով Վազգեն Սահակյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետ իրենց քրտերն են, չէ՞, բարձրացում, չէ՞ այդ գործիչների չեզոքացումը 99 թվականի հոկտեմբերի 27-ին լրջավուն հարված էր հայոց պետականության ողնաշարին եւ հիմա իրանք ցույց են տալիս, որ եթե իրանք էլ
հանկարծ չեզոքացվեն, պետությունը կխորտակվի, պետությունը կկործանվի, եթե իրանք չլինեն չի լինի խաղաղություն, չի լինի պետություն, չի լինի անկախություն, չի լինի թրիվ, չի լինի արհեստական բանականություն, ոչինչ չի լինի։ Իհարկե թող որևէ մեկի հետ որևէ վատ բան չլինի, որևէ բռնություն չլինի, թող բոլորը երկար ապրեն, թող բոլորը առողջ ապրեն։ Բայց նաև առողջ եւ երկար ապրելով ենթարկվում քաղաքական եւ իրավական պատասխանատվության։ Ես դրա կողմնակիցն եմ, լավ։ Թեման էլ ավելի զարգացնենք։ Հիշենք Ալեն Սիմոնյանի հետ կատարվածը, երբ որ նրան մի քաղաքացի, չեմ հիշում արդեն ինչ էր ասել, նա հրամայել էր իր թիկնապաներին ուժով այդ մարդուն բռնել, բռնության ենթարկել եւ հետո թքել էր այդ մարդու երեսին։ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, թե քպականներն էլ պաշտոնյաներն էլ արժանապատվություն ունեն։ Դրանով արդարացնելով, լեգիտիմացնելով բռնություն, այսինքն քպականներին թույլատրել է բռնություն կիրառել, որովհետև իրանք ունեն արժանապատվություն։ Բարոյպես Նիկոլ Փաշինյան այդ 18 տարեկան երիտասարդները չունեն արժանապատվություն։ Հավատացյալները այս երկրում չունեն արժանապատվություն։ Հայրենասեր մարդիկ չունեն արժանապատվություն։ Դու ամեն օր նվաստացնում ես եկեղեցուն, հայոյում ես ամենայն հայոց կաթողիկոսին, հայոյում ես սրբազաններին, գնում ես եկեղեցում քեզ ոնց ուզում պահում ես, կաթողիկոսի անունն ես բռնությամբ եւ պատդրանքով զեղչում։ Հավատացյալները 18 տարեկան երիտասարդները արժանապատվություն չունեն։ Նրանց արժանապատվությունը քո ներկայությամբ չի կարող վերավորվել։ Այդ Ալեն Սիմոնյանին կարելի է մարդուն բռնությամբ դրել, թքել երեսին, իսկ քեզ խփել չի կարելի։ Նույնպես եմ ասում, ոչ այն է կարելի, ոչ այն է կարելի, բայց Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից փաստորեն ինչ-որ միտեղ կարելի է բռնություն կիրառել։ Մեկ այլ տեղ չի կարելի բռնություն կիրառել։ Օրինակ Ալեն Սիմոնյանին կարելի է 18 տարեկան զույգ եղբայրին չի կարելի։ Օրինակ քաղաքացու երեսին թքել կարելի է, բայց չէ՞ քաղաքացին է պետությունը։ Իսկ քաղաքացու վրա հարձակվելը դա հարձակում չի պետության վրա, երբ որ ասում եք, սա հարձակում է պետության վրա նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Ներողություն։ Իսկ քաղաքացին պետությունը չի, քաղաքացու վրա հարձակվելը պետության վրա հարձակում չի։ Եվ Պասա Նիկոլ Փաշինյանը ինքն է հենց լեգիտիմացրել բռնությունը, ինքն է բերել այս բռնության միջավայրը։ Հիշենք մեկ այլ դեպք։ 2016 թվականին մեր երկրի պատմության մեջ մի սոսկալի դեպք տեղի ունեցավ։ Նախ սահմանցրերը գրավեցին ՊՊՑ գունդը, ոստիկանները սպանվեցին կամ սպանեցին, եւ որն է այստեղ սարսափելի դեպքը, որ իմ կարծիքով էլ ավելի սարսափելի է, քան ՊՊՑ գնդի գրավումը։ Հայ ժողովրդի մի զգալի մասը չդատապարտեց այդ ակցիան, բռնության այդ ակցիան, լեգիտիմացրեց եւ աջակցեց, մարդիկ դուրս եկան փողոց։ Եվ նույնիսկ այդ աջակցության մթնոլորտից օգտվեցին այլ մի շարք պոպուլիստ գործիչներ, օրինակ Նիկոլ Փաշինյանը գնացել էր այդտեղ Խորենացի փողոցի վրա պոպուլիստական նոկալի հակապետական ելույթներ, բայց այդտեղ ամենասարսափելին որ հայ ժողովուրդը աջակցեց, հայ ժողովրդի մի զգալի մասը, եւ դա ինչի եղավ։ Նորմալ առողջ հասարակությունում ՊՊՑ գնդի գրավումը պետքա դատապարտվեր։ Իսկ դիմադրություն ցույց տված ոստիկանը, որը միջև վերջին պահը չէր լքել իր պոստը, պետք է հերոսացվեր, բայց տեղի ունեցավ հակառակը։ Ոստիկանության սպայի զոհվելը արամավեց, մոռացվեց, իսկ գունդը գրավողները հերոսացվեցին, դրամատիզացվեցին, ռոմանտիզացվեցին այդ ժամանակ։ Ինչի համար դա ունեցավ։ Որովհետև իշխանությունը ուներ լեգիտիմության խնդիր, որտեղ դրանից առաջ իշխանությունը կիրառել էր բռնություններ, որովհետև անպատիժ էր մնացել մարտի 1-ը, ամենակարևորը։ Իշխանությունը գնացել էր բռնության մարդկանց էր գնդակահարել։ Եվ դրա համար էլ հայ ժողովրդի մոտ ձևավորվել էր այդպիսի սոցիալական անարդարության միջավայր, ատելության միջավայր։ Եվ դրա համար ՊՊՑ գնդի գրավումը ռոմանտիզացվեց, դրամատիզացվեց եւ հերոսացվեց։ Նմանատիպ մի բան հիմա է տեղի ունենում։ Իշխանությունը տարբեր ուղղություններով գնում է բռնությունների։ Եվ ես ասեմ, քաղաքացու վրա թքելը
քաղաքացու վրա թքելը պակաս հանցագործություն չի, քան մարտի 1-ին մարդ սպանելը։ Որևէ տարբերություն չկա։ Քաղաքացու վրա թքելը ավելի սարսափելի է, քան թե Արագաստում, Պապլավոկի զուգահեռում ծեծելը մարդ սպանելը։ Դա ավելի սարսափելի է։ Ավելի լավ մարդուն սպանես, քան թե այդ կարգին նվաստացնես։ Իմ կարծիքով։ Այսինքն իմ համար սրանք թքելը սպանելը հավասարազոր կատեգորիաներ են։ Թե որ թքելով մարդուն ուզում ես սպանես բարոյապես։ Մնում վրա որ ամենավերջին մարդ են համարում։ Հավասարեցնում են հողին։ Եվ այս Նիկոլ Փաշինյանի բռնությունները թղի կնոջ վրայերթի ենթարկելը, թողնել գնալը եւ այլն եւ այլն։ Արցախ հանձնելը, ամեն օր ամեն հայ կաթողիկոսին հայոյելը, եկեղեցին թիրախավորելը, այս բոլոր անարդարությունները մարդկանց մոտ նորից ձևավորում են ատելություն, սոցիալական ատելություն, սոցիալական անարդարության զգացում եւ նորից մեր միջավայրում բռնությունը լեգիտիմացվում է, դրամատիզացվում է եւ արդարացվում։ Սա խնդիր է եւ այս պայծրությամբ այս խնդրի թիմ 1 մեղավորը պատասխանատու Նիկոլ Փաշինյանն է, ինքն է ստեղծել այս ատելության միջավայրը, ինքը այս ամեն ինչը ցանել է եւ հիմա համոզում է եւ մի զարմացեք հիմա որ այդպիսի ակցիաներ են լինում։ Դուք գնում եք մի բան լինում է եւ մի զարմացեք, սա ձեր ստեղծած միջավայրն է, ձեր ատելության միջավայրն է։ Դուք ունեք լեգիտիմության լուրջ խնդիր, դուք հանել եք Արցախ, դուք հասակում եք գործել եկեղեցու դեմ, չի կարող դա հանրության կողմից պատասխանի չարժանանա, չի կարող եք։ Եվ այս ամեն ինչը պետք է հասկանալ եւ այս ամեն ինչից պետք է դասեր քաղել եւ պետք է բացառել բռնությունը։ Պետք է բացառել նման բոլոր դրսևորումները եւ վերադառնալ քաղաքակիրթ, քաղաքական պայքարի տուն։ Ինչը իհարկե շատ դժվար է, որտեղ Նիկոլ Փաշինյանը անցել է այնքան կարմիր գծեր անցել, ցեղասպանությունն է ուրացել, միակողմանի զիջումների է գնացել, Արցախը հանել եւ այլն, թքել են մարդու վրա։ Բայց այնուամենայնիվ պետք է այս իրավիճակից լուծում գտնել եւ լուծումը որն է։ Այլևս չընտրել այս իշխանությունը եւ իշխանափոխություն իրականացնել եւ հեռացնել, որտեղ մեզ առաջին նետին խաղաղությունն է պետք մեր երկրի ներսում, հետո նոր արտաքին աշխարհի հետ։ Քանի դեռ մենք չենք խաղաղվել մեր ներսում, քանի դեռ մենք խաղաղության պայմանագիր չենք կնքել, արտաքին աշխարհի հետ մենք չենք կարողանալ խաղաղության հասնել։ Այսքանը շնորհակալ եմ, լավ եղեք։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 1991 եւ հավանել տարածել ընդհանրակի զրույցները։